Բարի լույս բոլորին, երեկվա շատ բուրըն ու հախուրն օրվանից հետո այսօր առավոտյան ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մի հետաքրքիր խոսակցությամբ, որ տեղի ունեցել ինձ հետ երեկ։ Ուրեմն մի վրացու հետ էի շփվում, ով որ սենց նստած շատ տխուր ու զարմացած ապշած ասում էր, ես ուղղակի ապշում եմ, ինչպես կարող եմ մեկ ազգի ներկայացուցիչը ատել այդքան նույն ազգի ներկայացուցիչը, ինչպես հայը կարող է այդքան ատելություն տածել մեկ այլ հայի նկատմամբ։ Ու մասնավորապես իհարկե խոսում էր արցախցիների նկատմամբ այս ատելության պերեդոզի մասին։ Իհարկե ես նշեցի, որ ձուկը գլխից է պտում և սա իշխանական քարոզչության կարևորագույն, այսինքն լծակներից է պառակտել, որպեսզի իշխանությունը պահի, բայց միևնույն ժամանակ այդ մարդկանց խումբը շատ փոքր է և հայերի մեծամասնությունը այդպես չի կարծում և դրա վառ ապացույցն է այն ամեն ինչ որ տեղի ունեցել օրինակ երեկ։ Նա կարծում էր և օրինակ էր բերում նաև Վրաստանից, որ երբ որ Աբխազիայի և Օսիայի դեպքերն էին տեղի ունենում, այնտեղ ևս կային շատ Թիֆլիսում, շատ փոքրաթիվ թվով մարդիկ, ովքեր որ որոշակի բացասական զգացմունքներ էին տածում Աբխազիայից, Օսիայից եկածների նկատմամբ, բայց դա պայմանավորվում էր բացառապես սոցիալական հարցերով, որ նրանք մտածում էին, որ աշխատատեղերը սահմանափակ են, նրանք կգան և կաշխատեն իրենց փոխարեն, աշխատավարձ կստանան և այլն։ Եվ այդ միջին տարիքի տղամարդը ուղղակի հուզվում էր, կարդալով այն ատելության քարոզը, այն ատելությունը, որ երեկ տեղի ունեցավ մեր արցախցիներիս նկատմամբ։ Իսկ ես նրան պատասխանեցի, որ իսկ ես ամաչում եմ, որ դուք դա հիմա կարդում եք և իրապես այս ստորացված վիճակի վերջ պիտի տրվի, դուք, մենք արժանի ենք շատ ավելի լավ ղեկավարի և դրա համար քո ձայնը ուժեղ է, ուժեղ Հայաստան կառուցելու համար մենք կարիք ունենք քո ուժեղ ձայնի։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրության և քվեարկում հանուն փոփոխությունների։